ընտրություններին պարտադիր, որովհետև դուք պետք է ձևավորեք մեր երկրում իշխանությունը։ Սիրելի ժողովուրդ, քարոզարշավի այս շրջանակներում ամենահիմնական քարոզչական գործիքներից մեկը հանդիսանում են հարցումները, որոնք ցավոք սրտի Հայաստանում օգտագործվում են որպես մարդկանց մոտեցումների վրա ազդելու միջոց։ Երկու տարբերակ կա, մի տարբերակ, որ դուք քվեարկում եք գաղափարի կողմ, ոչ թե նրա կողմ, թե ով է անցողիկ։ Կիսում եք այդ գաղափարը, քվեարկում եք այդ գաղափարի կողմը։ Եթե դուք նայում եք, թե ով է անցողիկ ու ուզում եք անցողիկին քվեարկել, այս պարագայում արդեն խնդիրը փոխվում է, որովհետև այդ անցողիկից անընդհատ դժգոհ եք լինում, որովհետև ամբողջությամբ չի, որ այդ գաղափարները կիսում եք։ Ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում արվող բոլոր հարցումները իրական պատկերը չեն ներկայացնում։ Դրանք մանիպուլատիվ են եւ դրանք հիմնականում արվում են այն նպատակով, որ ընտրողների որոշման վրա ազդեն։ Ինչու է դա այդպես։ Դա այդպես է, որովհետև քարոզարշավը իր համատեքստում որոշակի նրբություններ ունի եւ դրանով շահագրգռված են քարոզարշավին մասնակցող այն ուժերը, ովքեր հնարավորություն ու ազդեցություն ունեն։ Ֆինանսական հնարավորությունների մասին է խոսքս։ Սիրելի ժողովուրդ, ցանկացած հարցում պատվիրվում է եւ ցանկացած հարցում վճարվում է։ Եվ այն ուր քաղաքական ուժերը, ովքեր վճարելու հնարավորություն ունեն, ըստ իրենց վճարել իրենց հարցումները արդյունք են տալիս։ Նույնիսկ այն հարցումները, որ ամերիկյան հայրենիքերությունն է անում, դրանք իրականության հետ աղերս չունեն։ Ինչու, որովհետև հարցումներ անցկացնող կազմակերպությունները դրանք հայկական կազմակերպություններ են, որոնք ձևավորվել են Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, եւ այդ ամերիկյան ընկերությունները հարցում անողներին իրենց հետ չեն բերում, իսկ ցանկացած հարցում անող մարդ իր նախասիրությունն ունի։ Ասեմ, որ ամերիկյան այդ հարցում անող ընկերությունը վաղաշաբաթի ընտրություններում մեզ 1% էր տալիս, իսկ մեզ 4%-ից պակասեց 13 ձայն։ Ասեմ, որ Երևան քաղաքի ընտրություններում այդ կազմակերպությունը մեզ ընդամենը 1.7% էր տալիս, իսկ մեր մրցակից ապրելու երկիր կուսակցությանը եւ նրա առաջին համար Թանդիլյանին տալիս էր 18%, իրենք հավաքեցին 1.5%, մենք հավաքեցինք 11.3%։ Հետևաբար այդ հարցում անողները Հայաստանում հիմնական արևմտյան գաղափարախոսություն կրող ուժի նկատմամբ ինչ-որ սեփական հակակրանք ունեն կամ ինչ-որ խնդիր են ուզում լուծել, որը իմ համար շատ հասկանալի է։ Ու բանը հասել է նրան, որ այսօր հարցրել են Սամվել Կարապետյանին մեր մասով, որ մենք ասում ենք, որ իրենց կուսակցությունը չպետք է թույլ տարածվի ընտրություններին մասնակցել, ինքը ասել է, որ այդ կուսակցությունը 0.1% է հավաքելու։ Սիրելի ժողովուրդ, եթե Հայաստանի Հանրապետությունում արևմտյան արժեքներ կրող կուսակցությունը 0.1% հավաքի, այդ կնշանակի, որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը դրական է վերաբերվել ռուսական խաղապահների վերաբերմունքին, ինչը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, դրական է վերաբերվել հապկի վերաբերմունքին, ինչը տեղի ունեցավ Ջերմուկի մատույցներում։ Սիրելի ժողովուրդ, վստահաբար եմ ասում ձեզ, որ մենք այս ընտրություններից հետո հայտնվելու ենք ազգային ժողովում։ Ես վստահաբար եմ ասում ձեզ մի պարզ պատճառով, որովհետև նախորդ ընտրություններում մենք հավաքել էինք 3.3%։ Նախորդ ընտրություններից մինչև այս ընտրություններ մեր վիճակն ավելի լավացել է։ Մեր կուսակցությանը լրացուցիչ 38% մարդ անդամագրվել է, այսինքն կուսակցականների թիվն ավելացել է։ 2021 թվականից հետո մենք մասնակցել ենք տեղական ինքնակառավարման ընտրություններին, հաղթել ենք այդ ընտրություններում Մեղրի համայնքում, հաղթել ենք այդ ընտրություններում Թումանյան համայնքում, Երևան համայնքում 11.3% քվենք հավաքել եւ այսօր Երևանի փոխքաղաքապետը մերն է, 3 քաղաքապետերը մերն են, նաեւ Դավիթաշենի ձեր քաղաքապետը Հանրապետություն կուսակցությունից է։ Թրիպի մասով մենք կանխատեսումներ արել ենք, մենք ասել ենք միշտ, որ պատերազմը կարող է կանգնեցնել Միացյալ Նահանգները եւ
25 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագիրը ապացուցեց, որ մենք ճիշտ էինք, որ Միացյալ Նահանգներում ստորագրված համաձայնագրից հետո էր, որ խաղաղություն տիրեց երկրում, իսկ նոյեմբերի 9-ից հետո այդ խաղաղությունը անընդհատ նոր պատերազմների սկիզբ էր տալիս։ Հետևաբար թե գաղափարական առումով, թե մարդկային թվի առումով, մեր ցուցանիշը ոչ միայն չի պակասել, այլև ավելացել է։ Մեզ այսօրվա ազգային ժողով անցնելու համար 4%-ը լրիվ բավարար է։ Մենք համարում ենք, որ մեր 3.3%-ի վրա այդ 0.7%-ը միանշանակ ավելացել է ու մենք ձեր բակեր եկել ենք, որ ոչ թե 4% միայն հավաքենք, այլ կրկնապատկենք այդ 4%-ը, որովհետև մեր ներկայությունը ազգային ժողովում բազմաթիվ խնդիրներ է լուծելու, առաջին հերթին լուծելու է ներքաղաքական խնդիրը, այսինքն մենք գնում ենք ազգային ժողով աշխատելու, մենք գնում ենք ազգային ժողով օրենսդրական նախագծեր տանելու, մենք Հայաստանի տնտեսության զարգացման կողմնակիցն ենք, մեզ բազմաթիվ տնտեսական ծրագրեր ենք տանում եւ մենք համարում ենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը ու խաղաղությունը կարող է ապահովել միայն Հայաստանի Հանրապետության բանակը, ինչպես ցանկացած երկրի համար է այդպես, եւ Հայաստանի Հանրապետության բանակի սպառազինություն գնելու գումարը պիտի աշխատենք մենք ինքներս Հայաստանում, եւ Հայաստանը նման հնարավորություն ունի, նման հանգաուկային ռեսուրսներ ունի, նման մարդկային ռեսուրսներ ունի։ Մենք գնում ենք ազգային ժողով ծրագրեր ներկայացնելու, թե ինչպես Հայաստանի Հանրապետության 9 միլիարդանոց բյուջեն 5 տարում հասցնել 45 միլիարդի։ Մենք վստահ ենք, որ միայն նման բյուջեի պարագայում, որը 2 անգամ ավելին է Ադրբեջանի բյուջեից, Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրի, չի խոսի անկլավներից, նախապայմաններ չի դնի։ Այդ տարբերակ խաղաղություն հաստատելու գոյություն չունի, սիրելի ժողովուրդ։ Մեր ազգային ժողովում լինելը փոխելու է խոսույթը այդ ազգային ժողովում, որովհետև այսօրվա ազգային ժողովում խոսում են միայն հողատուներից եւ դավաճաններից, այսօրվա ազգային ժողովում եղած ընդդիմությունը ամեն օր իմպիչմենտի կամ իշխանափոխության գործընթաց է սկսում, այսօր էլ իրենց խոսույթն է, ընտրվելու դեպքում են որ քվեեք տալու, գնալու են ազգային ժողով ու նորից 5 տարի ասելու են մենք եկել ենք, որ իշխանությունը փոխենք։ Մեր պարագայում է, որ մենք ծրագրեր ենք ներկայացնելու, այդ ծրագրերը դուք քննարկելու եք, անկախ նրանից համաձայն եք լինելու, թե ոչ, բայց քննարկելու եք ծրագրեր։ Երկրորդ, սիրելի ժողովուրդ, Արևմուտքը, մասնավորապես Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները տեսնելու են, որ Հայաստանը իր 30 տարի անկախությունից հետո առաջին անգամ իր ազգային ժողովում հայ մարդու քվեով ազգային ժողով է մտել լրիվ եվրոպական ու արևմտյան արժեքներ կրող կուսակցություն։ Ու այդ պարագայում նույն Եվրոպան, որ այսքան խոսում ենք ազատ վիզային ռեժիմից, որ արդեն 2-3 տարի է ձգձգվում է ու միայն խոսակցություն է, վստահեցնում եմ ձեզ, որ 6 ամսում իրականություն կդառնա, որովհետև իրենք կհամոզվեն, որ հայ մարդը իսկապես կողմնորոշում է արել դեպի Եվրոպա եւ իրեն տեսնում է եվրոպական ընտանիքում։ Սիրելի ժողովուրդ, նաեւ Միացյալ Նահանգները կտեսնի, որ իր ներդրողները այս երկրում կարող են պաշտպանված լինել քաղաքական կուսակցությունով, որը մինչև այդ ազգային ժողովում չլինելով 5 տարի պայքարում էր ամուր սարի վերագործարկման համար, ինչը այդքան ձգձգվեց, իսկ հիմա այդ կուսակցությունը ազգային ժողովում է, ու դա լրացուցիչ վստահություն կտա իրենց։ Սիրելի ժողովուրդ, ասեմ ձեզ, որ այդ ամուր սարում աշխատելը եկող տարի իրենք մինչև 5 տոննա ոսկե են արտադրելու Հայաստանում։ Այդ մոտավորապես $1 միլիարդ գումար է այսօրվա շուկայական գներով, որը կավելանա Հայաստանի ներքին ու համախառն արդյունքի վրա։ Ու այդ ամեն ինչը ձգձգվել է մի պատճառով, որ անընդհատ չգիտեմ տարբեր դրդապատճառներով Ռուսաստանից եկող ներքին ռուսական ազդեցության արտադրական հիմնարկ ձեռնարկություններով ու իշխանության դանդաղկոտությամբ ձգձգվել է մինչև այսօր, ու իմ ասածը հետևյալն է, սիրելի ժողովուրդ, որ այն ծրագրերը, ինչը մենք ասում ենք, գործող իշխանությունները ինչ որ չափով ասում են, բայց եթե մենք չլինենք այդ ազգային ժողովում, գործող իշխանությունը տանելու է դանդաղ, սույլ, թափթփված, մեր ներկայությունն է, որ այդ արագացնելու է, մեր ներկայությունն է, որ խաղաղության այս կարճ ժամանակահատվածը հատվածից հնարավորություն է տալու մեր երկիրը արագի մեջ ոտքի կանգնելու, դուրս գալու դրանից եւ տնտեսական մրցակցության համատեքստում հաղթելու Ադրբեջանին ու հասնելու լիակատար խաղաղության։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ,
Հունիսի 7-ին գնում եք ընտրատեղամաս, եղած 19 քվեաթերթիկների միջից ընտրում եք համար 11-ը եւ քվեարկում եք Հանրապետություն կուսակցության օգտին։ Եվ մենք վստահեցնում ենք ձեզ, սիրելի ժողովուրդ, որ դուք չեք զղջալ ձեր քվեարկության համար։ Նաեւ ուզում ենք ասել ձեզ, սիրելի ժողովուրդ, առանց թաքցնելու, բացարձակ բաց, որ եթե այս ազգային ժողովում խնդիր առաջանա կոալիցիա կազմելու, մենք միանշանակ այնպես ինչպես Երևանում կոալիցիա կազմեցինք ու թույլ չտվեցինք, որ հուսահապատակ ուժերը Երևան քաղաքը վերցնեն իրենց ձեռքը, այնպես էլ Հայաստանի ազգային ժողովում թույլ չենք տալու նման բան անելը։ Եվ մեր կարծիքով այ մեր այս մոտեցումն է, որ զայրացնում է Սամվել Կարապետյաններին ու նման ռուսահապատակ ուժերին, որովհետև իրենց ամբողջ խնդիրը կոնսենսուս մինուս 1 անելն է, որ մի թվում լինի բալանսավորող իշխանությունը, մյուս թևը ամբողջությամբ դեմ լինի անգամ բալանսավորմանը։ Եվ այն քաղաքական կուսակցությունները, ովքեր արևմտյան են ներկայանում ու միանում են կոնսենսուս մինուս 1-ին, իրենք իրականում քյուր են լցնում ռուսական ջրաղացին եւ Սամվել Կարապետյանների ու նրանց նմանների ասույթին։ Սիրելի ժողովուրդ, նորից ու նորից հորդորում եմ ձեզ ու խնդրում եմ, որ հունիսի 7-ին պարտադիր գնալ ընտրատեղամասեր եւ քվեարկել Հանրապետություն կուսակցության օգտին համար 11-ին։ Լավ եղեք եւ շնորհակալություն։